44 օրյա պատերազմի մասնակիցներից Կորյունի եւ Գևորգի մայրը մի բան պատմեց ուրեմն, ասաց կռվի ժամանակ որդիներիս եւ կռիվ է ուղարկում, ասաց դրոշը դրեցի ձեռքներին, ասացի կգնաք ու հաղթանակած կվերադառնաք, ասաց վերադարձան որդիներս, բայց դրոշները իրենց վրա դրած։ Նախ ուզում եմ փառք տալ Կորյունին եւ Գևորգին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել իրենց հայրենիքի համար, եւ ուզում եմ ասել, որ 44 օրյա պատերազմից տևական ժամանակ է անցել, բայց հայկական օջախներում շարունակում է մարվել լույսերը, եւ մարդիկ, ովքեր իրենց որդիներին ուղարկել են բանակ, ստիպված են լինում Պաշտպանության նախարարությունից զանգ ստանալ եւ ասել